Արսեն Սիմոնյան, Արարատի խաղաղագործների միություն։ Արգանքներ ես պարոն Բակոյան, ես անձամբ ձեզ վստահում եմ, անկեղծ եթե ասենք, գործովել եք առաջնորդ, տեսել եմ, թե ինչ նվիրվածություն եք աշխատել։ Բայց այստեղ մի հատ խնդիր կա, Սևակ շատ լավ հարցեր բարձրացրեց ու հասկացանք, օրինակ, երբ որ ջրի վերաբերյալ հարցրեց ջրի աղբյուրը, փաստորեն կա ինչ-որ պայմանավորվածություն ջրի աղբյուրի վերաբերյալ, բայց չեն հրապարակել։ Կներեք, թույլ տվեք ավարտեմ հարցերի հերթականությունը ուղղակի։ Այդ հարցը ստեյության անպատասխան մնաց աղբյուրը։ Մյուս հարցը, որ թույլ տվեք մի վարք, չէ, սկզբից անպատասխան։ Մյուս հարցը նա էր, որ դուք ինքներդ նշեցիք, որ 85 թվականին դուք ձեր հիմք եք ընդունել 85 թվականի հետազոտությունը, ճիշտ եմ, չէ՞ հիշում թիվը, որ դուք նշեցիք։ Իսկ հարց եղել է, թե այդ հետազոտությունից հետո ինչի չի շահագործվել։ Գուցե այդտեղ ինչ-որ ծանր մետաղներ են եղել, հայտնաբերվել են եւ չեն շահագործվել։ Նման բանի վերաբերյալ եղել է, թե ոչ, այդ հարցին դուք չանդրադարձաք։ Ըստ էության, ճիշտ ասում եք, նա նախնական լսում է, բայց դուք եք տեսնում, թե այդ նախնական լսումները ինչպիսի ասենք մարդկանց մոտ մտահոգություններ են առաջացնում, դուք մի քիչ ավելի պատրաստված պիտի լինեիք այդ բոլոր հարցերի առաջ, որ չասեիք, հետո երբ որ արդեն որոշենք, որ անենք, նոր մնացած ամեն ինչը կդնենք իրավունքի մեջ։ Մյուս հարցը, որ Սևակը բարձրացրեց, դա վերահսկողական մեթոդները, թե ինչ վերահսկողություն իրականացվի, նորից պարոն Բակոյան, որ դուք ասում եք, մենք ունենք բան, մենք երկուսս էլ գիտենք, որ պետական վերահսկողությունը շատ դեպքերում թերանում է։ Տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ինքներս խաղաղագործության ոլորտին են առնչվել, հասկանում ենք, թե ինչ շատ ոչ դրական հետևանքներ կարա ունենա, երբ որ թողենք միայն պետության, ասենք մեր հասարակական այսօր կառույցները դեռ այդքան չեն ուժեղացած, չեն ձևավորված, որ կարողանան ունենալ լծակներ, որ ազդեն, ասենք ինչ-որ արագ օպերատիվ ազդեն։ Մտահոգությունս հիմնականում նրանում է, որ հնարավոր է այստեղ շատ գեղեցիկ ներկայացվի, սակայն չի ներկայացնում լավ, ինչ վնաս եք դուք պատճառում, թե հեչ ընդհանրապես վնաս չեք պատճառում։ Այդ վնասի չափը դուք հաշվել եք ինչքանի է ձեր վնասի շարավիղը, քանի գյուղ է ներգրավվելու մեջը, դրա հաշվարկը մի հատ մեզ ներկայացրեք, մենք հասկանանք, օրինակ դուք ներկայացնում եք այսքան միլիոն ներդրում, այս ներդրումների հետևանքով գյուղատնտեսությունը ինչքան մինուս կունենա, գուցե ավելի լավ էր դրա փոխարեն այդ լոգիստիկ կենտրոն մենք կառուցեինք եւ ավելի զարգացնեինք գյուղատնտեսությունը եւ չունենայինք այնպես մի իրավիճակ, որ հեռահար ժամանակ մենք անգամ դեմոգրաֆիական խնդրի առաջ կանգնենք։ Գուցե նման խնդիր լինի։ Այդ հարցերի պատասխանը դուք արդեն պիտի ունենայիք, ստեղ մեզ ներկայացնեք։ Հարցերը տվել եմ։ Չէ, հարց եմ տվել։ Ներողություն, մեծ եղբայրը ամեն անգամ ամեն ինչին արձագանքում է։ Մենք չենք անում։ Լավ, հասկացա, սխալ թողենք հարց։ Հա, ֆանտաստիկ առավել պատասխան։ Եթե արդեն հավասար իրավունքներ ունենք։ Դուք պետք է ստեղծեք այդքան կարծիք։ Ձերոսես մի խոսա։ Հավայրում բարես եք գալի, չեմ ասում։ Անկից։ Հավայրում բարես եք էստեղ։ Բարի Իսուս մնա։ Թողեք։ Մենք իրար